երկու աղախիններին և 11 որդիներին անցկացրեց բոբոք գետի ծանծաղոտով, նա նրանց իրեն պատկանող ամեն ինչ վերացրած անցկացրեց։ Հակոբը մնաց միայնակ, մի մարդ նրա հետ մարտնչեց մինչև առավոտ, երբ մարդը տեսավ, որ չի կարողանում հաղթել նրան, կռվի ընթացքում բռնեց Հակոբի ազդրի ջլերը և անզդայացրեց դրան։ Մարդն ասաց նրան, ինձ գնամ, որտեղ արդեն լսացավ։ Հակոբը պատասխանեց, թույլ չեմ տա, որ գնաս մինչև ինձ չօշնես։ Մարդն ասաց նրան, ինչ է քո հանունը։ Նա պատասխանեց նրան Հակոբ։ Մարդն ասաց նրան, այսուհետև քեզ Հակոբ թող չկոչեն, այլ Իսրայել թող լինի քո անունը, որտեղ դիմացար Աստծո հետ մաքարելիս, ուստի մարդկանց նկատմամբ էլ ուժեղ։ Հակոբը հարց տվեց, ասա ինձ քո անունը, նա ասաց, ինչու ես հարցնում իմ անունը։ Եվ նա տեղը կոչնեց նրան, Հակոբն այդ տեղն անվանեց երևում Աստծո, որովհետև Աստված ասում է, Աստծուն տեսա դեմարդել և փրկվեց հոգիս, երբ այն հատացավ Աստծո տեսիլքը, նրա վրա արև ծագեց, իսկ նա իր ազդրի պատճառով կաղալով էր գնում, դրա համար էլ իսրայելացիները մինչև այսօր կենդանին ազդրի ջրերը չեն ուտում, քանի որ Աստված բռնել է Հակոբի ազդրի ջրերը և անզդայացրել դրանք։ Հակոբն աչքերը բարձրացրեց ու տեսավ իր եղբայր Եսավին, որ գալիս էր 400 հոգով։ Հակոբն իր երեխաներին բաժանեց Լիայի, Ռաքելի և երկու աղախինների միջև։ Նա երկու աղախիններին ու նրանց որդիներին ուղարկեց առջևից, Լիային ու նրա որդիներին նրանցից հետո, իսկ Ռաքելին ու Հովսեփին ամենավերջում։ Ինքն անցավ նրանցից առաջ և 7 անգամ գետին խոնարհվեց, մինչև իր եղբորը մոտենալը։ Եսավն ընդառաջ գնաց նրան, գրկեց և համբուրեց, փաթաթվեց վզին և համբուրեց նրան։ Նրանք երկուսով լաց եղան, Եսավն վեր նայելով տեսավ կանանց ու երեխաներին և հարց տվեց. սրանք քո ի՞նչն են։ Նա պատասխանեց. իմ երեխաներն են, որոնցով Աստված ողորմեց ինձ քո ծառային։ Աղախիններն ու նրանց որդիները մոտեցան և խոնարհվեցին նրա առաջ։ Մոտեցան նաև Լիան ու իր որդիները և խոնարհվեցին նրա առաջ։ Հետո մոտեցան Հովսեփն ու Ռաքելը և խոնարհվեցին նրա առաջ։ Եսավը հարցրեց, հաց տվեց. ի՞նչ է այս մեծ շարանը, որ ինձ հանդիպեց։ Նա պատասխանեց, որպեսզի քո ծառան շնորհ գտնի քո առաջ։ Հակոբն ասաց նրան. իմ Տերը ինքը գիտի, իսկ որ եթե դրանց ստիպեմ մի օրվա ճանապարհ գնամ, ապա բոլոր անասունները կսատկեն, ուրեմն Տերն ինքը իր ծառայի առջևից թող գնա, իսկ ես ըստ իմ կարողության